Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Բրյուսել շարունակվում է, կայացել է նրա հանդիպումը Բելգիայի թագավորության պաշտպանության եւ արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենեի հետ, ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Շոն Կլենսի հետ, ինչ հարցեր են քննարկել պաշտոնյաները։ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների հարցերով նախարար Ռաջիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մի կողմից Վաշինգտոնը հայտարարում է Իրանի ռազմական կարողությունների ոչնչացման մասին եւ խոստանում նոր հարվածներ, մյուս կողմից Թեհրանը շարունակում է պատասխան գործողությունները։ Հայաստանը հրաժարվել է ռուսական մարդասիրական օգնությունից, որը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար, ինչու է մերժվել եւ ինչեր ներառում ռուսական հումանիտար օգնությունը։ Զարգացումներ Հայաստան-ԵՄ հարաբերություններում, վիզաների ազատականացման գործընթացը կարծես թեւապկողում է նոր, ավելի գործնական փուլ։ Այս շաբաթ Հայաստան էր այցելել ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները։ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ եւս մեկ ամիս։ ՎԿ-ի կարգավիճակով քննչական կոմիտեում հարցաքննվել են Գերագույն հոգևոր խորհրդի մի խումբ աշխարհիկ անդամներ։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Բրյուսել շարունակվում է, կայացել է նրա հանդիպումը Բելգիայի թագավորության պաշտպանության եւ արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա գործակցության առնչվող հարցեր։ Հանդիպան ընթացքում կողմերն ընդգծել են գործակցության զարգացման մեծ ներուժը ռազմական կրթության, մասնագիտական վարժանքների, ռազմական բժշկության, խաղաղապահության, հումանիտար ականազերծման եւ այլ ուղղություններով պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակելու աշխատանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային անվտանգության առնչվող մի շարք հարցերի։ Կայացել է նաև Պապիկյանի հանդիպումը Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Շոն Կլենսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ Հայաստանի միջև անվտանգության եւ պաշտպանության բնագավառում գործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելությունների ներգրավմանը վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի եւ միգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ընդգծվել է քաղաքացիական օբյեկտների թիրախավորման բացառման անհրաժեշտության հարցում սկզբունքային մոտեցում։ Անդրադարձ է կատարվել հումանիտար իրավիճակին եւ հնարավոր քայլերին։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանից Հայաստանի քաղաքացիներին տեղափոխող ինքնաթիռի կազմակերպման հարցում ցուցաբերված աջակցության համար։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մի կողմից Վաշինգտոնը հայտարարում է Իրանի ռազմական կարողությունների ոչնչացման մասին եւ խոստանում նոր հարվածներ, մյուս կողմից Թեհրանը շարունակում է պատասխան գործողությունները հրթիռային հարվածներ հասցնելով Իսրայելին եւ տարածաշրջանի մյուս երկրներում տեղակայված ամերիկյան կառույցներին եւ ռազմաբազաներին։ Իրանի հարվածի հետևանքով Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել։ Գրոհի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ դեռևս հասանելի չեն։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում շարժայի մոտակայքում խոցվել է ամերիկյան տանկեր։ Իրանի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև հակամարտությունը նոր փուլ է մտնում, իսկ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է արագ զարգանալ։ Միաժամանակ աճում են նաեւ այլ երկրների ներգրավման եւ անվտանգության սպառնալիքները։ Իրաքում իրանամետ Ազհաբ Ալ-Քաֆ խմբավորումը սպառնացել է հարձակումներ իրականացնել երկրում եւ ամբողջ Մերձավոր Արևելքում գտնվող ֆրանսիական օբյեկտների վրա։ Խմբավորումը բնակիչներին կոչ է արել առնվազն 500 մետր հեռավորություն պահպանել Քիրքուքի ռազմական բազայից, որտեղ տեղակայված են ֆրանսիական զորքերը։ Սպառնալիքը հնչել է այն բանից հետո, երբ ֆրանսիական Շարլ դը Գոլ ավիակիրը ժամանել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության գործողությունների գոտի պաշտպանելու Իրանի կողմից թիրախավորված ֆրանսիացի քաղաքացիներին ու դաշնակիցներին, նաև աջակցելու հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի խոցմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Էրբիլի ռազմաբազայի վրա իրականացվել է անօդաչու թռչող սարքերի հարձակում։ Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։ Միաժամանակ Վաշինգտոնը շարունակում է կոշտ հայտարարություններ անել Իրանի հասցեին։ Fox News-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին Իրանի դեմ նոր ուժեղ հարվածներ կհասցվեն։ Մենք արդեն զգալի վնաս ենք հասցրել Իրանին եւ տարիներ կպահանջվեն այդ ավերածությունները վերականգնելու համար։
Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանը որոշակի աջակցություն է ցուցաբերում Իրանին։ Միացյալ Նահանգների պաշտպանության ղեկավարն էլ հայտարարել է, որ Իրանի ռազմական կարողությունները զանգվածային հարվածների արդյունքում զգալիորեն նվազել են։ Նրա խոսքով ամերիկյան եւ իսրայելական ուժերն արդեն հազարավոր թիրախներ են ոչնչացրել։ Մասնավորապես Իրանը ունի օդային պաշտպանություն, ռազմաօդային ուժեր եւ նավատորմ։ Նրանց հրթիռային զինանոցը կրճատվել է մոտ 90%-ով։ Միացյալ Նահանգները շարունակում է մեծացնել ռազմական գործողությունների ծավալը։ Միաժամանակ Իրանն էլ շարունակում է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հակամարտության սկզբից ի վեր իրականացվել է Իսրայելի դեմ ամենաուժեղ հարձակումը, կիրառելով 30 գերծանր բալիստիկ հրթիռ։ Հարվածներից հետո պայթյուններ եւ հրդեհներ են գրանցվել Թել Ավիվում եւ հարակից շրջաններում։ Իսրայելը նույնպես նոր հարվածներ է հասցրել Թեհրանին։ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման հիմնական թիրախներից մեկը եղել է Բասիջ աշխարհազորի կենտրոնակայանը։ Ռմբակոծություններին մասնակցել է ավելի քան 90 կործանիչ, որոնք օգտագործել են 200 զինամթերք։ Այս ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունները փակել է Դուբայում գործող իրանական մի շարք հաստատություններ, հիվանդանոց, դպրոցներ, մշակութային կենտրոններ, նաև իր դեսպանատունը Թեհրանում։ Թուրքիան էլ հայտարարել է, որ Անկարան փորձում է ամեն կերպ հեռու մնալ հակամարտությունից։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ ՆԱՏՕ-ի ուժերը միջերկրական ծովում խոցել են Իրանից արձակված հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք։ Միևնույն ժամանակ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արի Լարիջանին էլ հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում նահանջել։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանական Խարկ կղզում լսվել է ավելի քան 15 պայթյուն, հարվածներ են հասցվել հակաօդային պաշտպանության համակարգերին, ռազմածովային բազայի եւ օդանավականին, սակայն նավթային ենթակառուցվածքները չեն վնասվել։ Իրանական կողմը հայտնել է նաեւ 5 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Խարկ կղզին Իրանի տնտեսական եւ ռազմավարական կայունության հիմնասյունն է, քանի որ հանդիսանում է երկրի հում նավթի արտահանման գլխավոր հաբը։ Դրա միջոցով իրականացվում է Իրանի նավթային արտահանման ավելի քան 90%-ը, ինչը կղզին դարձնում է պետական բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էլ 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստանում նրան, ով տեղեկություն կհայտնի Իրանի առաջնորդների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարների, հատկապես երկրի նոր գերագույն առաջնորդ Խամենեիի մասին։ Խամենեին գլխավորում է Միացյալ Նահանգների կողմից հետաքրքրության առարկա դարձած իրանցի առաջնորդների ցանկը։ Այդ ցանկում ընդգրկված է 10 մարդ։ Միջազգային մյուս նորությունները դիտեք տեսաշարով։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև հակամարտությունը շարունակվում է արդեն երրորդ շաբաթը։ Պակիստանը ցասում ճշմարտության համար ռազմական գործողության շրջանակում ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող զինյալների դիրքերին։ Քաբուլը մեղադրում է Իսլամաբադին քաղաքացիական թիրախների վրա հարձակումների համար, մինչդեռ պակիստանյան կողմը պնդում է, որ հարվածներն ուղղված են միայն ահաբեկիչների դեմ։ Թալիբների իշխանությունները հայտարարել են, որ անօդաչու սարքերով պատասխան հարվածներ են հասցրել Պակիստանի ռազմական օբյեկտներին։ Կողմերի տվյալներով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իսլամաբադի Ֆայզբադ շրջանում գտնվող պակիստանյան բանակի Համզա ռազմավարական օբյեկտին, ըստ աֆղանական կողմի Պակիստանը կրել է զգալի կորուստներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հաստատել Թայվանին մոտ 14 միլիարդ դոլարի սպառազինության գործարքը Չինաստան կատարվելիք այցից հետո, հայտնում է Reuters-ը։ Գործարքը ներառում է Patriot համակարգի PAS-3 հրթիռներ եւ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր, նախատեսվում է նաեւ շուրջ 6 միլիարդ դոլարի լրացուցիչ պաշտպանական փաթեթ։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ժամանակավորապես հետաձգել էր այդ վաճառքը Չինաստանի հնարավոր արձագանքից խուսափելու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշումը ժամանակավորապես թույլատրել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները չի նպաստում պատերազմի ավարտին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ասուլիսում նա նշել է, որ այդ քայլը կարող է Ռուսաստանին ապահովել մոտ 10 միլիարդ դոլար, ինչը նրա խոսքով չի օգնում խաղաղությանը։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ երկիրը կանգնած է ժամանակակից պատմության ամենախորը հումանիտար ճգնաժամի առաջ։ Նրա խոսքով վերջին շաբաթներին ավելի քան 900,000 մարդ լքել է իր տունը, որոնցից մոտ 200,000-ը երեխաներ են։ Ապաստարաններում արդեն գտնվում է շուրջ 120,000 մարդ, իսկ շատերը գիշերում են մեքենաներում, զբոսայգիներում կամ ծովափին։ Կառավարությունը նախազգուշացնում է, որ եթե ռազմական գործողությունները չնվազեն, տեղահանվածների թիվը կարող է հասնել մոտ 1,2 միլիոնի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ կոչ է արել 325 միլիոն դոլարի շտապօգնություն տրամադրել Լիբանանին պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է բաժանել Եվրոպան, քանի որ առանձին ԵՄ երկրներն ունեն ավելի քիչ ազդեցություն։ Նրա խոսքով Բրյուսելի եւ Վաշինգտոնի հարաբերությունները ներկայումս բարդփուլում են, իսկ ԵՄ երկրները դեռ չեն ձևավորել միասնական դիրքորոշում Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ երկխոսության հարցում։ Կուբայի առաջնորդ Միգել Դաս-Կանելը հայտարարել է, որ Կուբայի ներկայացուցիչները շփումներ են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների հետ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ճնշումների ուժեղացման ֆոնին։ Նրա խոսքով քննարկումներն անցել են հանգամանալից մթնոլորտում եւ ուղղված են եղել երկկողմ խնդիրների քննարկմանն ու հումանիտար լուծումների որոնմանը։ Հավանան հայտարարել է, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել հարաբերությունների բարելավման համար, ընդգծելով, որ երկխոսությունը պետք է զարգանա հավասարության, ինքնիշխանության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Հայաստանը հրաժարվել է ռուսական մարդասիրական օգնությունից, որը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար։ Այն իրականացվելու էր ռուսական մարդասիրական առաքելություն Եվրազիա եւ Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպությունների միջոցով, սակայն պաշտոնական Երևանը ըստ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մերժել է այն, հղում անելով ընտրական օրենսդրության։ Համաձայն FIP.EM-ի հետաքննության Եվրազիա կազմակերպությունը նախկինում ներգրաված է եղել Մոլդովայում ընտրակաշառքներ եւ քարոզչական արշավներ իրականացնելու գործընթացներում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է արցախցի տեղահանվածների համար նախատեսված ռուսական հերթական մարդասիրական օգնությունից։ Ըստ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի աջակցությունն իրականացվում է ռուսական մարդասիրական առաքելություն, Եվրազիա եւ Ռոսսոտրուդնիչեստվո կառույցների միջոցով։ Նրա խոսքով Երևանը մերժումը հիմնավորել է ընտրական օրենսդրության նորմերով, որոնք ընտրարշավի ընթացքում սահմանափակում են նվիրատվություններն ու բարեգործական ծրագրերը։ Մոսկվան առաջիններից էր, որ Հայաստանին հումանիտար օգնություն ուղարկեց։ Չնայած որ այդ ժամանակ էլ Երևանում այդքան էլ ուրախ չէին Մոսկվայի աջակցության համար։ Բանը հասավ նրան, որ պաշտոնական ալիքներով հայտարարում էին շնորհակալություն պետք չէ, հիմա կրկին մերժում են ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրվող աջակցությունը։ Ռուսական կողմի տվյալներով ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականի ամռանը՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումների։ Այդ ընթացքում 7000 ընտանիք ստացել է մոտ 140 տոննա պարեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Զախարովան նաեւ նշել է, որ հայկական կողմը չի հստակեցրել, թե կոնկրետ որ իրավական ակտերն են խոչընդոտել օգնության շարունակմանը։ Միաժամանակ փաստերի ստուգման հարթակ FIP.EM-ը գրել էր, որ Եվրազիա կազմակերպությունը, որն իրականացնում էր օգնության ծրագիրը, ստեղծվել է Ռուսաստանում 2024 թվականին եւ ներկայացվում է որպես կրթական ու մարդասիրական հասարակական կազմակերպություն։ Սակայն միջազգային մի շարք հետաքննություններ կազմակերպության գործունեությունը կապում են հետխորհրդային երկրները ազդեցության գոտի դարձնելու փորձերի հետ։ Համաձայն FIP.EM-ի հետաքննության Եվրազիա կազմակերպությունը այն դեպքում, երբ ներկայացվում է որպես մարդասիրական եւ կրթական հասարակական կազմակերպություն, նախկինում ներգրավված է եղել Մոլդովայում ընտրակաշառքներ եւ քարոզչական արշավներ իրականացնելու վերաբերյալ ծրագրերում եւ գործընթացներում։ Այս հիմքերի պատճառով որոշ փորձագետներ ու միջազգային հետաքննություններ նրա նախաձեռնությունները տարբեր երկրներում դիտարկում են ոչ միայն բարեգործական, այլև քաղաքական գործիքներ։ Կազմակերպության ղեկավարության կազմում ընդգրկված են ռուսաստանյան բարձրաստիճան քաղաքական գործիչներ եւ մեդիա գործիչներ, օրինակ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ ՌՏ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Ի դեպ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչեւ այժմ պաշտոնապես չի արձագանքել Ռուսաստանի հայտարարություններին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ ինչու է մերժվել ռուսական հումանիտար օգնությունը։ Հայաստանի ԱԳՆ-ում Ռադար Արմենիայի աղբյուրի հաղորդմամբ ռուսական կողմին տեղեկացվել է, որ նախընտրական շրջանում իրավական սահմանափակումներով պայմանավորված առաջարկվող հումանիտար օգնությունը, որը նախատեսվում էր տրամադրել Եվրասիա ՀԿ-ի եւ նրա ղեկավար Միկա Բադալյանի միջոցով, համարվում է ոչ նպատակահարմար։ Արտգործնախարարությունից լրատվամիջոցին տրամադրվել է նաեւ Ռուսաստանի կողմից առաջարկված օգնության ցանկը, ըստ որի արցախցիներին պետք է տրամադրվեր օրինակ 600 հատ թեյ, 300 հատ ատամի խոզանակ, 300 հատ հակաբորբուք քիչ կրեմ, 320 հատ ատամի մածուկ, 300 թաց անձեռոցիկ, փափկեցնող եւ հակաբորբուքային քսուկներ, մրգային պյուրեներ եւ այլն։ Անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն եւ շարունակաբար աջակցում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին։
Լե հայկական խորհրդանական խումբն էլ հայտարարություն է տարածել աջակցություն հայտնելով Հայաստանի ու Եվրոպական միության միջև գործակցության զարգացմանը, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացին։ Խումբը նշել է, որ առաջնորդվելով Լեհաստանի եւ Հայաստանի միջև երկարամյա բարեկամական հարաբերություններով ուշադիր հետևում է Հայաստանի եւ Եվրոպական միության գործակցության զարգացմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան հաստատել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը։ Լե հայկական խորհրդանական խումբը նաև աջակցություն է հայտնել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունների զարգացմանը։ Զարգացումներ Հայաստան-ԵՄ հարաբերություններում վիզաների ազատականացման գործընթացը կարծես թևակողում է նոր ավելի գործնական փուլ։ Այս շաբաթ Հայաստանն էր այցելել Եվրոպական միության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները, որի հետ բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը խորացնելու գործակցությունը ինչպես ազատ տեղաշարժի, այնպես էլ միգրացիայի կառավարման, իրավապահ համակարգի եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ։ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին եւ ներքին բարեփոխումների օրակարգի կարևոր ուղղություններից մեկը։ Այդ օրակարգով Երևան էր ժամանել Եվրամիության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մանգուս Բրուները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է եվրոպացի պաշտոնյային եւ ընդգծել, որ Հայաստանը հետեւողականորեն զարգացնում է Եվրամիության հետ գործակցությունը, կարևորելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում Բրյուսելի շարունակական Հանդիպմանը շեշտվել է, որ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի տարբեր ոլորտներում ներդնել այնպիսի մեխանիզմներ եւ չափանիշներ, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափորոշիչներին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, որը պաշտոնական Երևանը դիտարկում է որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր փուլ։ Մանգուս Բրուների այցի օրակարգում էր նաեւ ներքին գործերի նախարարությունում հանդիպումը։ Նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ այս այցը խորհրդանշական է, քանի որ առաջին անգամ է ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատարը ժամանում Հայաստան։ Նրա խոսքով դա ոչ միայն քաղաքական ուշադրության, այլև արդեն արձանագրված առաջընթացի գնահատման վկայությունն է։ Քննարկումների ընթացքում հայկական կողմը վերահաստատել է, որ լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ամբողջ ծավալով։ Նշվել է, որ նախատեսված քայլերն արդեն տարբեր փուլերում կյանքի են կոչվում, ընդգրկելով միգրացիայի կառավարումը, սահմանների վերահսկողությունը, արդարադատության ոլորտը եւ իրավապահ համակարգի բարեփոխումները։ Երևանում համոզված են, որ այս գործընթացը համահունչ է կառավարության լայն բարեփոխումների քաղաքականությանը եւ միտված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Սիրելի քաղաքացիներ, ցանկանում եմ կիսվել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ մեր ունեցած զարգացումներով եւ հաջողություններով։ Վստահ եմ գիտեք, որ երեկ Հայաստանում էր ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Բրուները։ Սա այս ոլորտի հանձնակատարի առաջին այցն էր Հայաստան եւ ուրախությամբ եմ նշում, որ մենք միակ պետությունն ենք այս պահին, ում հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։ Ըստ Սարգսյանի, եվրոպացի հանձնակատարն իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի ներդրած ջանքերը, նշելով, որ Հայաստանի ցուցաբերած կամքն ու կազմակերպած աշխատանքը նկատելի են եւ արժանանում են դրական գնահատականի։ Նրա խոսքով, եթե պահպանվի նույն հետեւողականությունը, ապա գործընթացը կարող է հանգեցնել ակնկալվող արդյունքի։ Համատեղ արձանագրեցինք, որ գործընթացը ՀՀ-ԵՄ երկկողմ հետաքրքրությունների ուղիղ կենտրոնում է։ Եվրոպացի գործընկերս նաև ինքը նշեց, որ եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է։ Անկեղծորեն ասեմ, որ բացի այս արձանագրումից, որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, հանդիպումներն ինձ մոտ ավելի ամրապնդեցին այն զգացողությունը, որ մենք ճիշտ ճանապարհին ենք եւ հետեւողականորեն պետք է գնանք առաջ։ Վստահություն ունեմ, որ մայիսին, երբ կստանան գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, կարձանագրենք փոխադարձ գոհացնող արդյունքներ։ Բրյուներն այցի ընթացքում ծանոթացել է նաև Հայաստանի իրավապահ եւ օպերատիվ կառավարման նոր ենթակառուցվածքներին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ ԵՄ հանձնակատարը եղել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում։ Նրան ներկայացվել են կենտրոնի տեխնիկական հնարավորությունները, աշխատանքի կազմակերպման համակարգը, նաև քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների եւ բողոքների քննության բաժինների
գործունեությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել նոր գործարկված 112 զանգերի կառավարման կենտրոնին, որը գործում է եվրոպական չափանիշներով եւ միավորում է փրկարար ծառայության ու ոստիկանության ահազանգերի կառավարումը։ Հանձնակատարը նաեւ շրջել է պարեկային ծառայության ենթակառուցվածքներում, ծանոթացել ծառայողի պատրաստվածության համար ստեղծված պայմաններին, նաեւ Երևանի գնդի ծառայողական էլեկտրամոբիլների տեխնիկական հնարավորություններին։ Երևանում կայացած հանդիպումների արդյունքներով հայկական եւ եվրոպական կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու սերտ գործակցությունը թե վիզաների ազատականացման, թե ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ անվտանգության ոլորտում գործնական գործակցության ուղղությամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Գերագույն հոգևոր խորհրդի մի խումբ աշխարհիկ անդամներ վկայի կարգավիճակով հարցաքննվել են քննչական կոմիտեում։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հայ առաքելական եկեղեցու 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական բարույթի շրջանակներում։ Նույն բարույթի շրջանակներում քրեական հետապնդում էր հարուցվել նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացատրելու արգելքը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Գեղարքունիքի մարզի բնակիչն իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով նույն մարզի բնակչի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձի հետ, ով հարցի լուծման համար պահանջել է $11,000 չափով կաշառք։ Բացի այդ, պաշտպանության նախարարության նույն պաշտոնատար անձը վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու եւ դրան օժանդակելու համար մեկ այլ քաղաքացուց ստացել է ավելի քան 1 միլիոն դրամարժողությամբ տարբեր ապրանքներ, իսկ մյուս դեպքում իր ծանոթին վարժական հավաքներից խուսափելուն օժանդակելու համար այլ պաշտոնյայի դրդել է կազմել բժշկական կեղծ եզրակացություն։ ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, մեղադրանքներ են ներկայացվել եւս 3 անձի։ Հակակոռուպցիոն դատարանը որոշել է եւս 1 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Միջնորդությունը ներկայացրել էին քննիչները։ Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։ Հիշեցնեն, Կարապետյանի դեմ քրեական գործը վերաբերում է իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչի մեղադրանքին, նաեւ փողերի լվացմանը։ Նա 7 ամիս եղել է կալանքի տակ, հետո տեղափոխվել է տնային կալանքի։ Երևանում տեղի ունեցած դատական նիստում քննվել է Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործը։ Դատախազը հայտնել է, որ Գևորգ Հարությունյանը վրեժի շարժառիթով դարանակալել եւ կրակել է Վալոդիա Գրիգորյանի, Կարեն Աբրահամյանի եւ Արծրուն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել են Գրիգորյանն ու Աբրահամյանը, իսկ Գալստյանը վիրավորվել է։ Ըստ մեղադրանքի դեպքից հետո Նարեկ Օհանյանը օգնել է վերացնել հանցագործության հետքերը, այրելով հագուստն ու այլ իրեր։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին կաշառք ստանալու եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Նա կաշառք է ստացել 7 անձի օգտին հովանավորչության, թողտվության եւ այլ ապօրինի գործողության համար։ Նախաքննությունն ավարտվել է, գործը հակակոռուպցիոն դատարանում է։ Հենրիկ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Սևանի հարսնաքարի վերաբերյալ գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ։ Անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց։ Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ դատարան ներկայացված հայցերի թվում են մասնավորապես Հարսնաքար հյուրանոցի վարչական համալիրը, քոթեջները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Հայաստանի ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը եւս մտնում է դրանց մեջ։ Աբովյանում Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում եղբայրները ՍԶ-ի հետ ունենալով թշնամական հարաբերություններ, տեղեկանալով վերջինիս գտնվելու վայրի մասին, գնացել են այնտեղ։ Եղբայրներից մեկը ԲՍ-ն հակառակողմի ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով մոտեցել է ՍԶ-ին եւ նրա հետ գտնվող անձին։ Իսկ այդ ընթացքում մյուս եղբայրը գրպանից հանել է դանակն ու առնվազն 8 անգամ հարվածել ՍԶ-ի կրծքավանդակին եւ որովայնին։ Մյուս եղբայրը տեսնելով առաջին հարվածը բռնել է տուժողի պարանոցից, քաշել հետ, չեզոքացնելով նրա դիմադրությունը եւ եղբորը ԱՍ-ին հնարավորություն տվել անխոչնդոտ հարվածել վերջինիս եւ գցել գետնին։ Այնուհետեւ վիրավորը վազել է կանգառի դիմացի հատված, իսկ եղբայրներից ԱՍ-ն գնալով նրա հետևից եւս 4 անգամ դանակով հարվածել է տուժողին եւ սպանել նրան։ Եղբայրները կանգառի հետնամասից հափշտակել են տուժողի մոտից գետնին ընկած ատրճանակը եւ 5 փամփուշտը։ Վերջիններից նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքում թաքստոցներում տեղադրած թմրամիջոցներն իրացնելիս ձերբակալվել է Երևանի աշտարակի խճուղում եւ տեղափոխվել համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Խոզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 34 փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք PVP տեսակի թմրամիջոցներ են, որոնք ձեռք էր բերել Telegram ալիքի միջոցով։ Դավթաշենի բնակիչ 29-ամյա երիտասարդն էլ ձերբակալվել է Հալաբյան փողոցում։ Նրա մոտ հայտնաբերվել է 3 փաթեթ բուսական զանգվածով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է եւ արդեն տեղադրել մի քանի փաթեթ Թումանյանի անվան այգում։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն այգում հայտնաբերել են եւս 5 փաթեթ։ Նանսենի անվան այգում էլ ձերբակալվել է Նորարեշում բնակվող 22-ամյա երիտասարդը, նրա մոտ էլ հայտնաբերվել է 4 փաթեթ։ Նա հայտնել է, որ այդ նույն այգում հարակից վայրերում արդեն տեղադրել է փաթեթներ, որոնցից 5-ը եւս հայտնաբերվել են։ 3 դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Վերջերս ՊԿ հայտարարեց, որ կատարվել են էական պարզեցումներ հայտարարագրման գործընթացում։ Թեմայի վերաբերյալ հստակ պարզաբանումներ է ներկայացրել հարկ-վճարողների սպասարկման վարչության պետ Իննա Հախումյանը, որի հետ էլ զրուցել եմ մեր տաղավարում։ Բարի եկեք Տիկին Հախումյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նախ ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին եւ խոսելու ենք հարկ-վճարողների սպասարկման վարչության պետ Իննա Հախումյանի հետ, որն էլ կներկայացնի այն թեմաները, որի շուրջ հասարակության լայն շերտերը կարծես մտահոգություններ ունեն եւ խոսելու ենք հայտարարագրերի մասին։ Նախ Իննա ջան, կցանկանայի դուք որպես ոլորտի մասնագետ, պրոֆեսիոնալ ներկայացնեք ինչ է դա, որտեղ հասարակության շատ զանգվածի, շատ շերտերի, տարբեր մարդկանց մոտ տպավորությունն է, որ պետությունը մտնում է մարդկանց գրպանները եւ փորձում է ոչ ճիշտ գործողություններ իրականացնել, այնինչ ճիշտ հակառակն է իրականում տեղի ունենում, որպեսզի զերծ մնանք տարբեր խոսակցություններից, դուք որպես մասնագետ խնդրում եմ մի փոքր տեղեկատվական էքսկուրս կատարենք եւ ներկայացնենք ինչ է իրենց ներկայացնում այդքան վախենալու հայտարարագիրը։ Շատ լավ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ասեմ, որ հայտարարագիրը քաղաքացու եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն է, ինքը ընդունված է շատ երկրներում եւ բացարձակ չի ենթադրում, որ հայտարարագիր ներկայացնելը առաջացնելու է լրացուցիչ պարտավորություններ։ Եվ նաև սա մի ազդակ է, որով պետությունը կարողանում է վերլուծել եւ հասկանալ, որ խմբերում պետք է իրականացնել լրացուցիչ օժանդակման եւ արտոնության ծրագրեր, այնպես որ հայտարարագրից բացարձակ վախենալ պետք չէ, նաև ասեմ, որ հայտարարագրման շրջանակներում մենք ունենք սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորություն եւ յուրաքանչյուր քաղաքացի մինչեւ 100,000 դրամի չափով նույնիսկ կարող է ստանալ փոխհատուցման գումար։ Մենք դրան բնականաբար կանդրադառնանք, բայց հայտարարագիրը, ինչպես դուք նշեցիք, զարգացած երկրներում արդեն վաղուց գործում է։ Մեր մոտ ինչպես որոշեցին, որ հիմա պետք է դա անեն։ Ինչու չէին նախկինում անում, այլ հիմա որոշեցին։ Ինչու հիմա հասունացավ։ Շատ լավ, ինչպես գիտենք, հայտարարագրման գործընթացը ներդրվել է 2023 թվականից սկսած, այսինքն սպասել ենք նաև այն պահին, երբ որ արդեն մարդիկ ավելի շատ են օգտվում համակարգիչներից, հեռախոսներից, երբ մեզ մոտ զարգացավ այդ պահը ու նաև ներդրել ենք փուլային եղանակով, որպեսզի միանգամից բոլոր քաղաքացիների համար ինքը խնդիր չլինի։ Այսինքն առաջին տարին 2023 թվականին հայտարարագիր ներկայացնում էին հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։ 24 թվականին արդեն բոլոր վարձու աշխատողները եւ նոր 25 թվականի համար այս համակարգում ներգրավել են մեր բոլոր ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք։ Շատ լավ, Իննա ջան, տեսեք, դուք նշեցիք, որ այո, ինքը սկզբից պիլոտային ծրագիր էր, որպես գնում էր պետական պաշտոնյաներ, հասարակական սեկտոր եւ այլն, բայց այդուհանդերձ մենք տեսանք, որ հստակ ժամանակ էր դրված, որ պետք է մինչեւ այսին ժամկետ անեն եւ քաղաքացիները կարծես չարեցին եւ հետո ասացին ինքնաշխատ պետք է լինի։ Ինչով էր պայմանավորված, ինչ է կարծում, հա, ձեր հետազոտությունները, մոնիտորինգային աշխատանքը, որ ինչու հասարակությունը ամեն դեպքում դեռ չէր վստահում, դեռ չէր կարողանում այդ 21-րդ դարի գործիքներից օգտվել, ինչն էր պատճառը, որ գնաց ինքնաշխատ նպատակով։ Քանի որ կային նաև օբյեկտիվ պատճառներ, քաղաքացին, որպեսզի կարողանար ներկայացնել հայտարարագիրը, պետք է ունենար նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն։ Իսկ մենք ունենք խնդիր նույնականացման քարտերի համար բավականին մեծ հերթեր կային, ու որպեսզի դրա պատճառով քաղաքացին չենթարկվեր որևէ պատասխանատվության, հարկային մարմինը որոշեց ներդնել որոշակի համակարգ, որ մենք կնախալրացնենք
քաղաքացու փոխարեն եւ եթե տվյալ քաղաքացին ունի այնպիսի եկամուտ, որի վերաբերյալ հարկային մարմնում տեղեկատվություն առկա չէ, ապա կարող է նաեւ չհանձնել այդ հայտարարագիրը, մենք իր փոխարեն կհանձնենք եւ տվյալ հայտարարագիրը կհամարվի օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագիր։ Այսինքն կարող ենք ասել, որ այս դեպքում պետեկապների կոմիտեն պետությունը ձեռք մեկնեց քաղաքացուն եւ փորձեց օգնել, որ այդ խժդժություններից զերծ մնա։ Շատ լավ, հիմա տեսեք, վերջերս ՊԿ հայտարարեց, որ կատարվել են էական պարզեցումներ հայտարարագրման գործընթացում։ Կցանկանայի հանգամանալից ներկայացնենք, ինչ պարզեցումներ են, ինչի մասին է խոսքը։ Այո, բավականին պարզեցվել է համակարգը, տեսեք, նախորդ տարիներին հաշվի առնելով քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրները եւ հայտարարագիր ներկայացնելու հետ կապված դժվարությունները, այժմ սահմանվել են որոշակի եկամուտների տեսակներ, որոնց մասով քաղաքացին նույնիսկ կարող է դրանք չհայտարարագրել։ Օրինակ, ստացված վարկի գումարները, գործուղման ծախսերը կամ ընտանիքի անդամների միջև կատարվող փոխանցումները։ Դրանք կլինեն նվիրատվության կամ ժառանգության գործարքներ, իդեպ նաև ասեմ, որ ընտանիքի անդամների շրջանակն էլ բավականին լայն է այս դեպքում, ծնող, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ, թոռ, այսինքն բոլոր այս դեպքերում, երբ ընտանիքի անդամները իրար փոխանցումներ են կատարում, չհարկվող գործարքների մասին է բնականաբար խոսքը, նվիրատվության օրինակ գործարք, անկախ գումարի չափից այդ գումարները կարող են առհասարակ չհայտարարագրել։ Նաև որոշակի շեմեր են սահմանվել, օրինակ որոշակի եկամուտների դեպքում արդեն ընտանիքի անդամներից դուրս։ Եթե կատարվում է նվիրատվության գործարք կամ գույքի օտարումից ստացված եկամուտ կամ ստացված փոխառության գումար, եթե միանվագ գործարքի արժեքը 1 միլիոն դրամը չի գերազանցում, այս դեպքում եւս քաղաքացիները կարող են այս գումարը չհայտարարագրել։ Այս փոփոխություններով համակարգը բավականին պարզեցվել է եւ հայտարարագրման լրացումը դարձել է շատ ավելի հեշտ։ Տեսեք, այն ժամանակ, երբ որ նոր էր այս ամենը, այնտեղ իրազեկում էին, որ նվիրատվությունը, ինչպես դուք նշեցիք, ենթադրենք մեր հասարակության շերտերը, լայն շերտերը սիրում են, չէ՞, գիչխոհանոցային զրույցներ, որ հատկապես երբ որ մարդ ինչ-որ միջոցառում է արել, ենթադրենք, իբրև թե հարսանիք է արել, նվեր է ստացել եւ այդտեղից պետք է հարկեն։ Այսինքն այդ նվերը այլևս չի հարկվում, այդ նվերը այլևս, եթե 1 միլիոնը չի գերազանցում, իրենք կարող են չհայտարարվել եւ այլն։ Մի փոքր ավելի, հա, sense բարձրացնենք։ Տեսեք, նվիրատվությունը այսպես թե այնպես երբևէ չի հարկվել։ Այստեղ ուղղակի խնդիրը հայտարարագրել եւ չհայտարարագրելու մեջ էր։ Բայց որպեսզի քաղաքացիները անհանգստություն չունենային, արդյոք այդ բոլոր նվիրատվության գործարքները իրենք պիտի իրենց մոտ նշեն, որպեսզի հիշեն եւ արդյոք միևնույն է այդ մտավախությունը քաղաքացիների մոտ կա, որ որևէ գումար հայտարարագրելու դեպքում կարող է առաջանալ լրացուցիչ պարտավորություն, մենք այս մասը շատ ավելի պարզեցրեցինք։ Ասացինք, եթե միանվագ այդ նվերի արժեքը գումարային տեսքով կլինի, թե գույքի տեսքով կլինի, 1 միլիոն դրամը չգերազանցի, առհասարակ իրավունք ունեք չհայտարարագրելու, բայց եթե այնպես կստացվի, որ միանվագ գործարքի արժեքը 1 միլիոն դրամը կգերազանցի, այստեղ քաղաքացին միայն պարտավորություն ունի գումարը հայտարարագրելու, բայց լրացուցիչ հարկ միևնույն է չի առաջանալու անկախ գումարի չափից։ Շատ լավ, Ինա ջան, տեսեք, դուք ասացիք, որ այո, շատերը իրազեկված չեն։ Հիմա նաև դուք սկսել եք իրազեկման լուրջ աշխատանքներ իրականացնել։ Այս մասով ինչ է արվում, ինչպես է արվում, լայնամասշտաբ աշխատանք է դա իրենից ենթադրում բնականաբար, ինչպես եք, հա, այդ գործիքները ինչպես եք կիրառելու։ Մի փոքր այս մասով, լավ։ Մենք իրազեկումներ իրականացնում ենք տարբեր ձևաչափերով։ Այժմ իրականացնում ենք մեծ իրազեկումների արշավ ենք սկսում եւ գնալու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերով։ Այնտեղ համապատասխան դահլիճներում, իդեպ ասեմ, որ այս հանդիպումների վայրի, օրվա եւ ժամի վերաբերյալ տեղեկատվությունը առկա է ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքեջում, ինչպես նաեւ Facebook-յան եւ Telegram-յան հարթակներում, այնպես որ քաղաքացիները կարող են ծանոթանալ մեր ժամանակացույցին։ Առաջնահերթ գնալու ենք բոլոր մարզերով, մանրամասն քաղաքացիներին կփորձենք տեղեկացնենք հայտարարագրման գործընթացը, իրականացված բարեփոխումները, նաև հնարավորության դեպքում տեղում կաջակցենք քաղաքացիներին, որպեսզի կարողանան լրացնել իրենց հայտարարագրերը։ Սա մեկ ձևաչափ։ Ունենք նաև այսպիսի ձևաչափ, որ 50 եւ ավել աշխատակից ունեցող կազմակերպություններին առաջարկում ենք, որպեսզի իրենց համար իրազեկումը իրականացվի առցանց կամ հենց կազմակերպության տարածքում։ Այսինքն աշխատակիցները հենց տեղում կարող են բարձրաձայնել իրենց հարցերը, ստանալ պատասխանները եւ այլևս ստիպված չեն լինի այցելել սպասարկման սրահներ։
Միաժամանակ այս բոլոր ձևաչափերից բացի ապրիլ ամսից նախատեսում ենք նաև Երևան քաղաքում մեր այն դահլիճներում, որոնք որ կահավորված են համապատասխան համակարգիչներով, էլի քաղաքացիները կարող են գրանցվել, նրանք ովքեր արդեն ունեն ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, բջջային ստորագրության մասին է խոսքը, տեղում գալ եւ համակարգչով լրացնել հայտարարագիրը, մեր աշխատակիցներն էլ կպատասխանեն հարցերին եւ կօգնեն, որպեսզի առանց խնդիրների քաղաքացին կարողանա հանձնել իր հայտարարագիրը։ Իհարկե հրաշալի նախաձեռնություն եք մշակել եւ հուսով եմ արդյունքը լավ կլինի, բայց նաեւ մենք այստեղ մի փոքր խնդիր էլ ունենք, նույնիսկ վերջերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նշեց, որ դեռ մինչ այս պահը կենսաթոշակների մասով այդ անկանխիկի հետ կապված խնդիրներ կային, այսինքն կենսաթոշակ ստացող մարդիկ, հարցս դրա մասին են, որ այն մարդիկ, որոնք թոշակառու են, նրանք նույնպես պետք է հայտարարեն, բայց նույնիսկ այն մարդիկ, որոնք 80, 70 եւ ավել տարիքի են, չեն կարողանում այդ հմտություններից օգտվել, քարտից եւ այլն։ Նրանց դեպքում ո՞նց են անելու, ինչպես է լինելու։ Այս մասով էլ շատ խոցելի մաս է ու շատ կարեւոր, այս մասով էլ խնդրեմ տեղեկատվություն ներկայացրեք։ Շատ լավ, անպայման, շատ ճիշտ հարց եք տալիս։ Տեսեք, այն քաղաքացին, ով ստանում է միայն կենսաթոշակ, ես ասեմ, որ նաև կենսաթոշակի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնում առկա է։ Մենք հարկային մարմինը հայտարարել է, որ այն դեպքում, երբ որ եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը մեր տեղեկատվական բազայում առկա է, մենք նախալրացնելու ենք հայտարարագիրը։ Եթե տվյալ թոշակառուն ունի միայն կենսաթոշակ, ապա կարող է հայտարարագիր նույնիսկ չհանձնել ու չլրացնել, որովհետև իր փոխարեն հարկային մարմինը այդ հայտարարագիրը կհանձնի։ Բայց եթե մեր կենսաթոշակառուն ունենա այնպիսի եկամուտ, օրինակ վարձակալությունից ստացված եկամուտ, երկու ֆիզիկական անձանց միջև, եթե առկա է վարձակալության գործառ, ապա վարձատուն ինքնուրույն պետք է հաշվարկի եւ վճարի հարկեր։ Այս դեպքում կարող է մոտենալ ցանկացած սպասարկման սրահ։ Ուղղակի կարևոր է, որպեսզի տվյալ քաղաքացին ունենա էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանանք իրեն տեղում աջակցել։ Մոտենալ ցանկացած սպասարկման սրահ, բոլոր հարցերի պատասխանները կարող են ստանալ, նույնիսկ տեղում կարող են օգնել, որպեսզի տվյալ քաղաքացին հանձնի իր հայտարարագիրը։ Շատ լավ, եւ եւս մեկ կարևոր հարց, ինչպես թողարկման սկզբում նշեցիք, հայտարարագրի դեպքում նաեւ ստանում ես կրթության, առողջապահական հետվճարները։ Այս մասով էլ մի փոքր մանրամասնեք, լավ։ Շատ լավ։ Բացի եկամուտների հայտարարագրման պահանջը, մենք առհասարակ հայտարարագրով ծախսեր չենք հայտարարագրում։ Միայն առանձնացրել ենք երկու տեսակի ծախս, որոնց մասով որ քաղաքացին կարող է ստանալ փոխհատուցում, սա առողջության եւ կրթության ծախսերն են, այսինքն եթե քաղաքացին կատարել է կրթության գծով որևէ ծախս եւ կապ չունի միայն իր համար, թե նաեւ իր ընտանիքի անդամի համար, այսինքն ծնող, զավակ, ամուսին, ապա կարող է տարեկան կտրվածքով ստանալ կրթության մասով մինչեւ 100,000 դրամի չափով փոխհատուցում, այստեղ ուղղակի պարտադիր պահանջ է, որպեսզի տվյալ կրթական հաստատությունը դուրս գրի սոցիալական ծախսով հաշիվ։ Եվ մյուսը առողջության մասով, եթե տվյալ քաղաքացին ձեռք է բերել առողջության ապահովագրության փաթեթ, էլի կապ չունի թե իր համար, թե նաև ընտանիքի անդամի համար, կամ օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, եւ այս դեպքում էլ, եթե դուրս է գրվում սոցիալական ծախսով հաշիվ, ապա քաղաքացին մինչև 50,000 դրամի չափով կարող է ստանալ փոխհատուցում։ Շատ լավ, եւ փորձենք ամփոփել, Ինա ջան, ինչ է սպասվում առաջիկա ամիսներին կամ մինչև տարվա վերջ։ Գուցե ավելի նոր պարզեցումներ, ավելի նոր հմտություններ, հա, ինչ սպասենք։ Հնարավոր է, ես ասեմ, որ համակարգը 23 թվականից է ներդրվել ու այս 2-3 տարվա ընթացքում բավականին պարզեցվել է։ Մենք այս իրազեկման արշավներն էլ հենց իրականացնում ենք այն նպատակով, որպեսզի հասկանանք ինչ խնդիրներ են բարձրաձայնում քաղաքացիները, ինչով մենք կարող ենք իրենց օգնել կամ ինչ կարող ենք անել, որ իրենց համար հայտարարագրման գործընթացը ել ավելի պարզ լինի։ Հիմա կարծում եմ արդեն իսկ պարզեցված է, իրազեկումների ընթացքում կփորձենք հասկանալ, եթե լրացուցիչ խնդիրներ կլինեն, ապա կփորձենք նաև կարգավորել նշված խնդիրները։ Եվ վերջում ունեք բացառիկ հնարավորություն հենց ձեր խոսքը հղելու մեր հեռուստադիտողներին, ասելու, որ պետեկամուտների կոմիտեն բացառապես վախենալու մի կառույց չէ, այլ ուղղակի աջակցելու եւ պետությունը ավելի ամրացնելու համար է, խնդրեմ։ Շատ լավ, ես ուզում եմ նշել, հարգելի քաղաքացիներ, որ հայտարարագրման գործընթացից առհասարակ վախենալ պետք չի, գործընթացը բավականին պարզ է, գործընթացը նաև ձեզ հնարավորություն է տալու օգտվել որոշակի փոխհատուցումներից, ցանկացած հարցի դեպքում, ցանկացած պահի կարող եք դիմել սպասարկման բաժիններ, սպասարկման բաժինների աշխատակիցները սիրով կպատասխանեն ձեր բոլոր հարցերին եւ կօգնեն նաև լրացնել ձեր հայտարարագրերը։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար եւ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։
Այսքանը ցտեսություն։